Մայիս 28-ի խորհուրդը միշտ էլ առանձնահատուկ է եղել, իմ նշանակությամբ միշտ էլ առանձնացել է, սակայն ես համոզված եմ, որ սեպտեմբեր 3-ից հետո, այսինքն ամիսներ առաջ, երբ գործող ռեժիմը արագ վազքերով սկսեց սլանալ դեպի Ակցիայի միություն, այսինքն դեպի նորացված խորհրդային միություն, ես կարծում եմ, որ այսօրվանից մենք ամեն օր պետք է մայիս 28-յան հոգեվիճակի մեջ լինենք, որպեսզի թույլ չտանք կրկնվի պատմությունը։ Ուրեմն խոսելով այսօրվա խորհրդի մասին, ես չեմ կարող չանդրադառնալ անցած օրերի տեղի ունեցածը Արցախում հակառակորդի հետ շփման գծում տեղի ունեցածին, այսինքն վերջի ամիսներին, ինչու՞ չէ վերջին տարիներին, սակայն նամանավանդ վերջի ամիսներին մենք շատ ենք սկսել լսել ամենօրյա կորուստների մասին, այդ մասին վստահ եմ, որ մեր ժողովրդի զգալի մասը շատ մեծ ցավով է դանում այդ ամբողջը, անցնելով զինադատարից անցնելով 20 տարի է անցել, եթե այս ամբողջ աբիգարությունը դեղի ունենար, ասենք, հետ զինադատարյան ամիջական տարիներին, անցնող տարիներին, մենք ասեինք ժամանակի ընթացքին կգարգավորվի այդ ամբողջը եւ վերջապես մենք կորտեքրենք այնպիսի պաշտպանական եւ հսկողական մի մեխանիզմ, որը արդյունքում արդեն պետք է բացառվի խաղաղ պայմաններում որևէ զոհ տալու հանգամանք։ Սակայն հակառակն է տեղի ունենում, ինչքան տարիները անցնում են, այնքան մեր զոհերի քանակը ավելանում է, այս առիթից օգտվելով ես կուզեի նաև ցավակցել ընդամենը 2 օր առաջ մի սպայի կորուստը 3 լսեցինք, 3 գիշեր ևս, չեմ սխալվում, արդեն այնքան հաջողակի են դարձել, մենք չենք հասցնում անուններով անկիրանել մեր նորօրյա զոհերին, ցավակցում ենք նրանց ընտանիքին։ Ես կասեի ես որպես Արցախյան պատերազմի մասնագից եւ ինչու՞ չէ նաեւ բանակի ձևավորման մասնագից փոխան այս ռեժիմի ես ներողություն եմ խնդրում այդ ծնողներին, որոնց այսինքն այն պատճառով, որ մենք մեզ չի հաջողվել այս մինչ այսօր ձևավորել մեր պատկերացրած հայկական բանակը։ Ուրեմն խոսելով, վերադառնալով այսօրվա վտանգին, այն վտանգը, որը ամեն օր արդեն սպառնում է մեզ, խոսքը վերաբերում է Հայաստանի, նորելուկ Հայաստանի Հանրապետության, ես նկատի ունեմ նաև Արցախը ամբողջությամբ, այսինքն այն տարածքը, որ այսօր գտնվում է մեր հսկողության տակ, 42,000 քառակուսի կիլոմետրի մասին է խոսքը, այսօր այս գլխավոր վտանգը այս տարածքի գուլ գնալն է հերթական անգամ օտար կայսրությամբ։ Այս ահազանգը ես կուզեի գիտակցեին ոչ միայն Հայաստանաբնակ մեր ժողովուրդը, այլ ամբողջ հայությունը։ Չգիտես ինչու նամանավանդ սպիրկում գերիշխում է այն կարծիքը, որ ավանդաբար մենք պետք է լինենք միշտ այն հայտնի կայսրության փեշերի ներքո, որ լինենք անվտանգ։ Սակայն ես կարծում եմ, որ դա կոպիտ սխալ է եւ կարծես թե պատմությունը մեզ դաս չի դառնում։ Այսինքն բոլորս պետք է գիտակցենք, որ հայերս երբ եղել ենք մենակ, այդ ժամանակ է, որ մենք հասել ենք հաջողության։ Այսինքն երբ մենք հույսը դրել ենք մեր վրա, այդ ժամանակ է, որ հասել ենք հաջողության։ Ես չեմ ուզում պատմական երկար մեջբերումներ կատարել, ընդամենը քանի որ այսօր Սարդարաբադյան խորհրդի մեջ ենք, խնդրեմ Սարդարաբադյան ճակատամարտի վկայությունը փաստ։ Խնդրեմ Սարդարաբադից 70 տարի անց Արցախյան ազդամարտի հանգամանքը փաստ, որ հայերը մնացել էին մենակ։ Ուստի մեր հաջողությունը կայանում է ոչ թե այս կամ այն կայսրության փեշից բռնելու մտադրության մեջ, այլ միայն ու միայն
մենակի, միշտ լինելով մենակի հոգեվիճակում, մեր հույսը միշտ տնելով միայն ու միայն մեր վրա։ Այսօր գիտեք դուք, որպես մենք մեր կողմից առաջ քաշված արդեն վերջնաժամկետի մասին ենք խոսում, մենք ներկայացնում ենք այն միակ ուժը քաղաքական Հայաստանյան ներս, որ չի սպասելու հերթական անգամ ընտրությունների միջոցով հույսեր պայպայելու որևէ փոփոխության, մենք ավելին արդեն հստակեցրել ենք եւ հստակ ժամկետ ենք նշել, որին կարծում եմ բոլորը ծանոթ են։ Եվ այդ ժամկետի ֆիքսումը, ճշտումը պատահական չէ։ Պատահական չէ նամանավանդ սեպտեմբեր 3-ից հետո տեղի ունեցած գործընթացի հետ։ Մենք տեսնում ենք ինչպիսի մեծ քայլերով սրընթաց մեր երկիրը գնում է, ամբողջությամբ կլանվում է հայտնի գայսրության կողմից։ Այս գործընթացին զուգահեռ տեղի ունենում նաև բարեհոգեբանական ճնշում մեր ժողովրդի վրա, մեր ազգի վրա։